знаете, я уже сказал, что... Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղստանում ռուս լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի նպատակը այլընտրանքներ եւ դիվերսիֆիկացիա ստեղծելն է, ինչը ցանկացած երկրի ինքնիշխան ու լեգիտիմ իրավունքն է։ Ըստ նրա, այս գործընթացը մասամբ հրահրվել է ԵԱՏՄ որոշ գործընկերների այն հայտարարություններով, թե Հայաստանը ոչ մեկին պետք չէ։ Лучшей позиции для Евразии. Անդրադառնալով Եվրամիությանը անդամակցելու հանրաքվեին, Փաշինյանը նշել է, որ այն կանցկացվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի միությանը, քանի որ ներկայումս հանրաքվեի առարկան եւ հստակ ճանապարհային քարտեզը բացակայում են։ Նա շեշտել է, որ ԵԱՏՄ-ն չպետք է խոչընդոտի այս գործընթացին, այլ փոխարենը պետք է աշխատի իր գրավչությունը ու մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ։ Сначала нужно создать выбор. Փաշինյանը պնդել է, որ հայկական ապրանքների դեպի Ռուսաստան մատակարարումների սահմանափակումները Հայաստանում ԵԱՏՄ-ի նկատմամբ բացասական ընկալում են առաջացնում։ Նա նախազգուշացրել է, որ առանց հիմնարար սկզբունքների իրագործման ԵԱՏՄ-ն կհայտնվի խորը ճգնաժամում եւ գործնականում ստացվում է, որ կառույցը չի աշխատում։ Սա ավելի մեծ խնդիր է հենց կազմակերպության, այլ ոչ թե Հայաստանի համար։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանին որևէ բան պարտադրելու լծակները չեն գտնվում ոչ արևմուտքում, ոչ արևելքում եւ ոչ էլ Բրյուսելում։ Уважаемый Николай Лаваевич, рад приветствовать вас. Ղրղստան կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև երկրի նախագահ Սադիր Ժապարովի հետ։ Ժապարովը բարձր է գնահատել հարավային Կովկասում բարիդրացիական մթնոլորտ եւ կայունություն հաստատելու Փաշինյանի ջանքերը, կարևորելով երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը։ Փաշինյանը նշել է, որ թեև լոգիստիկ խնդիրների պատճառով երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները մեծ չեն, սակայն դրական տեղաշարժ է նկատվում եւ տրանսպորտային ոլորտում համագործակցությունը կնպաստի փոխադարձ առևտրի ել ավելի խորացմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ համագործակցության խորացումը շարունակում է մնալ արտաքին քաղաքական եւ տնտեսական առաջնահերթություններից մեկը։ Փաշինյանի խոսքով Հայաստանը հավատարիմ է ԵԱՏՄ հիմնարար սկզբունքներին, որոնցից մեկը ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժն է։ Սակայն գործնականում այդ սկզբունքները լիարժեք չեն իրականացվում, ինչը խոչընդոտում է բիզնեսի զարգացմանը։ Անդրադառնալով Եվրամիությանն անդամակցելու հարցին, վարչապետը նշել է, որ Հայաստանը հասկանում է ԵԱՏՄ-ի եւ Եվրամիությանը միաժամանակ անդամակցել հնարավոր չէ։ Միևնույն ժամանակ նրա խոսքով հայ ժողովրդի առջև այսօր նման ընտրության հարց կա։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ հայ ժողովուրդն այսօր նման ընտրության հարցի առջև կանգնած չէ, քանի որ Հայաստանը դեռ պատրաստ չէ Եվրամիության անդամակցությանը։ Վարչապետի խոսքով Հայաստանն ի գիտություն է ընդունել ԵԱՏՄ 4 երկրների հայտարարությունը ԵՄ մտնելու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։ Չենք կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի, ասել է Փաշինյանը։ Աշխարհի տարբեր անկյուններից մեր հայրենակիցները կոչ են անում դադարեցնել ամենայն հայոց հայրապետի եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ սկսված արշավը։ Կոչով են հանդես եկել հայաքվեն, հայ հեղափոխական դաշնակցության բյուրոն եւ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը։ Այս ընթացքում ընթանում է 9-րդ գումարման ազգային ժողովի նիստը։ Նիստի ժամանակ անդրադարձ է եղել այսօր սպասվող դատական նիստին։ Ընդդիմադիր падգամավորները սկսել են հարվածել սեղանին, երբ ԿՊԱ-ական падգամավոր Արթուր Հովհաննիսյանը վեհապարին կոչել է կտրիչ Ներսիսյան։ Դուք ասում եք, որ դուք զբաղվում եք եւ ձեր պայքարը եկեղեցու պաշտպանության մասին, հա։ Մենք ասում ենք հետեւյալը. եկեղեցին կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ խառնվել է։ Հարգելի գործընկերներ, դուք հիմա խանգարում եք ելույթ ունեցողին։ Ես ենթադրում եմ, որ եթե դուք շարունակեք նման կերպ, քաղաքացիական պայմանագիրներ կարող է ասենք ամեն անգամ ինչ որ բան ասեք, դուրները չկա նույնը անել։ Ուր կհասնենք մենք այդպես։ Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավոր Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ վեհապար հայրապետին վերաբերող թեման իրենց քաղաքական ուժի համար կարմիր գիծ է։ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Ղազինյանը նշել է, որ ինչպես իշխանությունն ունի իր կարմիր գծերը, այնպես էլ ընդդիմությունն ունի իր համար սկզբունքային թեմաներ։ Եթե որոշում եք կամ այսպես ասած բռնացրել եք, որ մեր համար վեհապար հայրապետի թեման կարմիր գիծ է, հավատացած եղեք, մենք էլ կարող ենք այդպիսի թեմաներ գտնել, այլ գիտենք էլ։ Հիմա ես ուզում եմ ուղիղ հայտարարեմ, ինձ համար համենայն դեպս, կարծում եմ նաև մեր խմբակցության համար, ամեն անգամ այստեղից, համենայն դեպս, լավ, հավատքի առումով չեմ ասեմ անձնագրայինով, ոչ անձնագրային տվյալներով անուն ազգանուն հրապարակելը ես համարելու եմ
պրովոկացիա։ Ղազինյանի ելույթից հետո Ռուբեն Ռուբինյանը որոշել է ազգային ժողովի նախագահի դիրքից բացատրել, ինչը կարելի է վիրավորանք համարել, կրկին առաջ տանելով իրենց կուսակցության թեզը, թե կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականը չի կարող լինել կաթողիկոս։ Պարոն Ղազինյան, քանի որ անդրադարձակ նիստի վարմանը, տեսեք, վիրավորանքը ինքը սուբյեկտիվ բան չի, օբյեկտիվ բան է։ Վիրավորանքը, կարմիր գիծը, օրինակ ոչ մեկի մոտ հարց չի առաջանա, չէ՞, որ օրինակ ես ասեմ եւ բոլորս ասենք, որ չի կարելի այստեղ կանգնել եւ մեկին ասել այս սրիկ է, դա օբյեկտիվորեն վիրավորանք է։ Բայց մարդուն իր ավազանի անունով դիմելը կամ իր հոգեվորական անունով դիմելը արդեն վիրավորանքի կամ բարեկեցության հարց չի, դա քաղաքական կամ գուցե նույնիսկ, չգիտեմ, եկեղեցական դիրքորոշման հարց է։ Եվ հետեւաբար դուք ասում եք օրինակ ամեն անգամ, երբ որ ձեր նշած անձին դիմեք ավազանի անունով, ես դա համարել եմ պրովոկացիա, եկաներեք նույն տրամաբանությամբ էլ կարող է պարոն Հովհաննիսյանի մեջ համարել հակառակն է կարմիր գիծ, կարող է իր համար կուսակրոնության ուխտը խախտածին եկեղեցական անունով դիմելն է կարմիր գիծ ու կարող է ինքն էլ դա համարի ներողություն։ Եվ հետեւաբար հիմա կարող է ստեղծվել իրավիճակ, որ օրինակ ձեր նշած անձին, երբ ամեն անգամ, երբ որ եկեղեցական անունով դիմեն, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, որը համարում է, որ ձեր նշած անձը կուսակրոնության ուխտը խախտել է եւ հետեւաբար իրան հնարավոր չի դիմել այդ անունով, դա էլ համարի պրովոկացիա։ Եվ հետեւաբար ես առաջարկում եմ չգնալ այդ ճանապարհով եւ այո, դուք բոլորդ արդարացիորեն կարող եք եւ պետք է ակնկալեք, որ այս ամբողջ չհնչի վիրավորանք եւ ես ամեն ինչ կանեմ, որ այդպես լինի, բայց եկեք համաձայնենք, վիրավորանքներն է ինչ որ օբյեկտիվ է, ինչը որ քաղաքական դիրքորոշման հարց է, դա արդեն վիրավորանք չի։ Քպնդատում է ձեր հորը, ձեր որդուն եւ Սուրբ Հոգուն։ Այսպես է արձագանքել ուժեղ Հայաստան դաշինքի падգամավոր Գառնիկ Դավթյանը ամենայն հայոց հայրապետին դատելու ներկայիս իշխանությունների որոշմանը։ Նա շեշտել է, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը պահպանել է իր գոյությունն ու մշակույթը հենց եկեղեցու շնորհիվ։ Երբ այն ժամանակ հռոմեացիները խաչում են Հիսուս Քրիստոսին, դուք հիմա խաչում եք Հիսուս Քրիստոսի ժառանգած հավատը եւ այն խաչը, որը համարվում է փրկության գործիք։ Նորին Սուրբ Օսություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը եւ Գերագույն խորհրդի հոգեվոր 6 անդամ, այսինքն եպիսկոպոսները, Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը, Հայկազուն arczepiskopos Նաջարյանը, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Վահան եպիսկոպոս Հակոբյանը դատվում են գիտեք ինչի համար։ Երկու պատճառով։ Առաջինը, որ իրենք չեն գնացել Հուդայի ճանապարհով, չեն ենթարկվել այդ բերկրանքին շակերտների մեջ, եւ ամենակարևորը, չեն ենթարկվել Հարավային Կովկասի մուսուլմանների նախագահ Ալաշուքյուր Փաշազադեի հրամաններին։ Ուժեղ Հայաստան դաշինքի ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ժամը 15-ից կլքեն ազգային ժողովն ու կշարժվեն դեպի Էջմիածին, մասնակցելու վեհափառ հայրապետի դատական առաջին նիստին։ Ավելի վաղ փաստաբան Արա Զորաբյանը հայտնել էր, որ օգոստոսի 7-ին կկայանա կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատական առաջին նիստը։ Իր գործով դատին գնալուց առաջ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ դաշինքը անպայման ներկա է գտնվելու կաթողիկոսի դատին։ Հայաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պատասխանատու գերատեսչության միջոցով հանդիպում կազմակերպել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ Վերոնիկա Զոնաբենդի հետ։ Նյուզեյմի գրավոր հարցմանն ի պատասխան գործադիվից հայտնել են, որ կապ է հաստատվել տիկին Զոնաբենդի հետ եւ փոխանցվել են համապատասխան պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները իրեն հարմար ժամանակ հանդիպումը կազմակերպելու համար։ Հայաստանում Իրանի դեսպանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ընթանում Քաջարանի 7.2 կիլոմետր երկարությամբ թունելի շինարարությունը։ Ճանապարհի այս հատվածը կառուցում է իրանական ընկերությունը։ Դամասկոսում միկրոավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 մարդ զոհվել է, 13-ը վիրավորվել, հայտնել են Սիրիայի առողջապահության նախարարությունից։ Նախնական տեղեկություններով միկրոավտոբուսում պայթուցիկ սարք է պայթել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ հրաժարվել է Կիևին Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռներ տրամադրել։ Սպիտակ տանը լրագրողի հարցին, թե ինչու ԱՄՆ-ն չի բավարարում Կիևի այդ պահանջները, Թրամփը պատասխանել է. այդ հրթիռներն անհրաժեշտ են նաև Միացյալ Նահանգներին։ Դրանք մեզ նույնպես պետք են։ Բայդենը Ուկրաինային $300 միլիարդ զինամթերք է փոխանցել։ Երբ ես հեռանում էի, մեր պահեստները լիքն էին, իսկ հիմա մենք վերականգնում ենք մեր պաշարները, ասել է Թրամփը։
Մանկոնքի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։ Զոհվել է 7 մարդ, 3 ուսուցիչ, 3 աշակերտ եւ հրաձիգը, հայտնել է ոստիկանությունը։ Բացի այդ, 2 մարդ ծանր վիրավորում է ստացել, 15-ը ավելի թեթև։ Կրակոցները արձակել է 9-րդ դասարանի մի աշակերտ։ Նախնական տեղեկությամբ նա ինքնասպան է եղել։